Անուն Հոր և Որդվո և Ողբույն Սրբո ամեն։ Դեր սորվեցուր մեզի աղոթել։ Սիրելիներ, խորքի մեջ Աստուծո հետ մեր հարաբերությունը, մեր աղոթքները, ինչքան ալ որ ասենք, մենք մոտեցած ենք և գիտենք Աստուծո հետ խոսիլ, գիտենք աղոթել, սխալ գլա։ Ինչքան ալ մենք կարծենք, թե մոտ ենք մեր խոսքերով, սակայն ի հայտ կուկա, թե դակավին մեր աղոթքները անիմաստ են։ Մեզ մե յուրաքանչյուրը, երբ այդ մոտեցումը կամ այդ հարաբերության ջերմությունը չէ ունեցած Աստուծո հետ, կգարձե, որ իր աղոթքը կամ իր խոսքերը բավարար են, և անորամար գսեմ, ինչքան ալ մենք մոտենանք և խորանանք, գսկանք, որ մեր աղոթքները, մեր խոսքերը ոչինչ բան են, որ կներկայացնենք Աստուծո։ Եվ այսօրվա տեսանյութին վերնագիրը դեր սորվեցուր մեզի աղոթել, առաքյալները ինքնին ըսին մեր Տերոջը։ Կգարտանք Ղուկաս ավետարանի 11-րդ գլխում մեջ, թե երբ ան գաղոթեր, աղոթքեն ետք, իր աշակերտները մոտեցան իրեն և ըսին դեր մեզի սորվեցուր աղոթել։ Եվ այնտեղ մեր Տերը սորվեցուց իր առաքյալներուն և մեզի նշանավոր աղոթքը, դերունական աղոթքը Հայր մերը։ Անշուշտ է այս տեսանյութի մեջ նպատակը չէ, որ ես Հայր մերը մեկնաբանեմ, ասկի առաջ մեկնաբանած եմ, բայց կգարձեմ, թե մեծ հավանականությամբ այս նյութը կշարունակենք Հայր մերի մանրամասն բացատրությամբ յուրաքանչյուր մեկ բառի իմաստին հասնելով։ Հիմնական կետը, որում մասին պիտի խոսենք այս տեսանյութի մեջ, դեր սորվեցուր մեզի աղոթել։ Շատ մարդիկ կգարձեն, թե աղոթելը ուսուցումը չէ, ուսումն է, կամ ուսումը չէ, կգարձեն, թե ինքնաբուխ խոսքեր են։ Ոչ, սիրելիներ, աղոթելու ձևը շատ կարևոր է, աղոթքը կարևոր է, և աղոթքը ուսումն է, աշակերտությունն է, և անոր համար կտեսնենք, որ առաքյալները գսեն իրենց Տերոջ դեր սորվեցուր մեզի, և այդ կնշանակե, որ մեզ մե յուրաքանչյուրը պետք է այդ ուսումը ստանա, գիտնալու թե ինչ, ինչպես և երբ աղոթել։ Անշուշտ է աղոթքի երկու ձևեր կան, հավաքական և անձնական աղոթքը։ Հավաքական աղոթքներու մեջ կտեսնենք, պատարագի ընթացքին ամեն մեկ շարական, ամեն մեկ աղոթք, որ կգարտացվի, իր ձև ունի, շարժումներ ունին, սաղմոսները, աղոթքներու շարականներու շարադրություն, ասոնք բոլորը կարևոր են, ինչու, որպեսզի առաքյալ ժողովուրդը, հավատացյալները շաղախվին աղոթքի հետ, և յուրաքանչյուր մեկ խոսք կամ շարժում կամ նույնիսկ երաժշտությունը ունին իրենց խորքը և ունին իրենց փիլիսոփայությունը, որոնց մեջ խորանալով հավատացյալները կրնան զգալ իրենց խոր կապը Աստուծո ներկայության հետ։ Մեկ-երկու օրինակներ տամ ցեզի։ Մեկը, որ բժշկություն կուսանի, վիրահատություն կուսանի, տեսականը տարբեր բան է, սակայն գործնականը տարբեր է։ Տեսականը երբ գրքի մեջ կգարտա, կգարձե, որ արդեն ինք շատ հաջող վիրահատող բժիշկ պիտի լա, սակայն երբ առաջին անգամ ներկայանա գործողության ընթացքին վիրահատություն ընելու, այն ժամանակ կտեսնե, որ իր սորվածը տարբեր բան է, քանի գործնական գետնի վրա տարբեր է վիրահատությունը։ Եվ նույն ձևով ինքնաշարժ քշելը, նայողները կողքեն կգարձեն, որ ինքնաշարժ վարելը շատ հեշտ է, միայն դիրեկցիոնը պիտի բռնվի, աջ ցախ երթալ, պեդալները սեղմել, միայն այդքան հեշտ կտեսնեն։ Սակայն երբ նստին ռուլին,
կամ դիրեկցիոնը բռնեն, այն ժամանակ գիտնան, որ ոչ մեկ բան գիտեն, եւ օտոքշելով իրենց կյանքը գրնավտանգի երթան, եւ նույն ցեվով աղոթքը մեր ռուլն է, մեր դիրեկցիոնն է, մեր ուղենիշն է, եւ մենք պետք է սորվենք ինչպես աղոթենք եւ ինչ աղոթենք։ Անորամար գտեսնենք հակառակ որ առաքյալները այս խոսքը երբեսին Տերոջը խնդրեցին որ սորվեցնե իրենց աղոթել 11-րդ գլխում մեջն է, այսինքն 11 գլուխներ անցած էին եւ մոտավորապես 1 տարի եղած էր որ իրենք ընկերացած էին Քրիստոսին եւ հաջող տեսած էին թե ինք ինչպես կաղոթեր, ինչ ցևերով եւ անով հանդերձ իրենք դակավին գսկային որ չեն գիտեր եւ չմոռնանք որ առաքյալներեն ոմանք արդեն Հովանես Մկրտիչի աշակերտներն էին, ինչպես սիրելի Հովանեսը, եւ Հովանես Մկրտիչը գսորվեցներ իր առաքյալներուն ինչպես աղոթել, սակայն անով հանդերձ, երբ աշակերտները Տերոջը հետ եղան, Տերոջը կյանքը տեսան, աղոթքը տեսան, ըսկացին թե իրենք ոչ մեկ բան գիտեն, Հովանես Մկրտիչի աղոթքը ուրիշ էր, սակայն այստեղ տարբեր աղոթքի հոգիմը կդան, եւ անոր համար է որ գզարմանային եւ գսեին դեր մեզի ալ սորվեցուր աղոթենք, մենք չենք գիտեր աղոթել, հետեւաբար ինչպես աղոթել, ինչ աղոթել, ինչ միջավայրի մեջ, ինչ մթնոլորտի մեջ, այս բոլորը մեծ կարևորություն ունին իսկական եւ չերմերանտ աղոթք ունենալու Աստծո հետ։ Հետևաբար, եթե աղոթքը աշակերտելու գարիք ունի, ինչպես որ աշակերտը գաջի իր հասակի մեջ, գաջի իր գիտության մեջ, ճիշտ միևնույն ցեվով աղոթողը, աշակերտողը աղոթք սորվելու համար գամած է, որ պիտի աճի եւ հասնի կատարելիության, աղոթքի մեջ կատարելիության։ Ափսոս որ շատ մարդիկ մեզ յուրաքանչյուրը մենք ամեն ինչի մեջ գաջինք կհարաճանանք, բացի հոգևոր կյանքի մեջ եւ աղոթքի մեջ։ Շատեր մեզ 30-40 տարիներ գմնան միևնույն դեղքայլի մեջ, միևնույն աղոթքի շրջակիցի մեջ եւ չեն հառաչանար։ Կարծեք թե կբավարարվին։ Երկու բարեր սորված են, մամաս այսպես ասավ, բաբաս այսպես ասավ, արդու խաչագնքել, Հիսուս Քրիստոս ասել, այդքանով կարծեք թե բավարար է։ Ոչ։ Միայն կտեսնենք դժվարություններու փորձություններու մեջ կտեսնենք որ քիչ ավելի գաղոթեն։ Այս չէ։ Մենք աշխարհի մեջ ամեն ինչի մեջ կհարաճանանք, քաղաքականության մեջ կհարաճանանք, տնտեսության մեջ կհարաճանանք, ճիշտ նույն ցեվով պետք ունենք աղոթքի կյանքի մեջ հարաճանանք։ Դեղ քայլի մեջ չմնանք, ամեն ինչի մեջ կմեծնանք, սակայն աղոթքի մեջ, որ աստիճան մնե, որ գտանե թեպի երկինք, անորմով հետաքրքրված չենք, ինչպես աճինք, ինչպես մեծնանք, ինչպես հառաչանանք, ինչպես առաքյալները մենք նաև բարդինք եւ կարիք ունենք ասելու դեր մեզի սորվեցուր ինչպես աղոթենք, այսինքն այս խնդրանքը ինքնին աղոթք մգրնալալ, աղոթքի գրնա վերածվիլ, դեր սորվեցուր ինձի աղոթեմ։ Առաքյալները առաջին անգամը չէր, որ տեսած էին Քրիստոսը ինչպես կաղոթեր։ Ղուկաս ավետարանի 6-րդ գլխում մեջ լսեցին Լերան քարոզը, 5-րդ գլխում մեջ տեսան իր հրաշքները, Ղուկասի 4-րդ գլխում մեջ անոնք տեսան Սիմոն Պետրոսի զոկանչի դան մեջ եղած բժշկությունները եւ հրաշքները, այսինքն Ղուկաս ավետարանի 11-րդ գլխում մեջ ինչպեսի 1 տարի անցած էր, որ առաքյալները ծանոթացած էին Քրիստոսին, բայց հակառակ անոր գսեն դեր մեզի սորվեցուր աղոթենք։
Կարծեք թե իրենք նոր բան մկդան։ Ինչպես ասի ասկի առաջ հայրմերի մեջ բացատրությանը ժամանակ։ Այսօր աղոթքի մասին խոսելով, նկատելով, որ մեր Տերը ինքն ասա, երբ աղոթեք, այսպես ասեք, եւ հայրմերը սորվեցուց իրենց, գուզեմ մի քանի ցայնակրություններով, մի քանի տեսանյութերով անցնել հայրմերի խորքին մեջ։ Ամեն մեկ բարի մեկնաբանության մեջ, որպեսզի հասկանանք։ Չի բավեր սիրելիներ, պապախայի նման գրգնել, այլ պետք է ապրինք յուրաքանչյուր մեկ բար, հասնելու այն աղոթքի հոգին, որ մեր Տերը ուզեց մեզի հասցնել հայրմերի ընդմեջեն։ Եթե մենք հին ուխտ ուսումնասիրենք, բիդեսնենք տասնյակ աղոթքի տեսակներ եւ հարյուրավոր աղոթքներ, եթե սալմոսներն նկատի ունենանք, անոնց մեջ ով ամենագալ Տեր, ով զորությանց Տեր, ով բարքի Տեր, այնտեղ գտեսնենք աղոթքի դարբեր վսեմությունը, վեհությունը, որում մեջ այսպես սարսափ կար, վախ կար, բայց դերունական աղոթքի մեջ դարբեր է։ Այստեղ սեր կգտնենք, այստեղ հայր եւ որդի հարաբերություն կգտնենք։ Հին ուխտի մեջ աղոթքի հարաճապանները շատ կդարբերին նոր ուխտեն։ Այնտեղ հզոր խոսքեր կան, ահի խոսքեր կան, Աստված գվսեմացնեն այն աստիճան, որ գվախիս։ Ով Աստված Աբրահամու, ով զորքերու Տեր, ով Իսրայելի Տեր Աստված եւ այլն։ Սակայն նոր աղոթքը այս միայեղանակ եւ եզակի այս աղոթքը, որ տրվեցավ մեզի մեր Տերոջ կողմեն, պետք է չափազանցե եւ քերազանցե բոլոր հին ուխտի աղոթքները եւ գտեսնենք առաջին բառը, որ տրվեցավ առաջին նախատասության մեջ, հայր մերն է։ Ինչու՞։ Քո աղոթքիդ մեջ գրնաս բոլոր հոմանիշները եւ բոլոր անվանումները տալ Աստուծո։ Ողորմած, քտած, մարտասեր, հզոր, ամենողորմ, ամեն տեսակի խոսքեր գրնաս ասել։ Սակայն այս բոլոր հոմանիշները, որոնք գրնանք տալ, կամ անվանումները, որոնք գրնանք տալ, ոչ մեկ զորություն ունին այս հայր մեր բարին առջև։ Հայր մեր բառը միակ ու առանցինը բանալին է երկինք մտնելու մեջ։ Նոր ուխտի մեջ բանալին է երկինք երթալու։ Այս բառին մեջ գողմնորոշես քու թիրքորոշումդ եւ քու հարաբերությունդ Աստուծո հետ։ Նոր ուխտի մեջ դուն Աստուծո որդին ես, դուն Աստուծո զավակն ես։ Աստված միայն աշխարհի կամ դիեզերքի արարիչը չէ։ Այո, արարիչն է, սակայն միայն այն չէ։ Աստված միայն ծովի եւ բնության եւ ամբողջ արարչության ստեղծիչը չէ։ Այո, է, սակայն այդքանը չէ։ Գոնե մեզի համար քրիստոնյաներուս ան իմ հայրս է։ Այս միտքը, որ կարևոր միտք մնե, շատ հաճախ կբացակայի մեր մտածումեն եւ կբացակայի մեր մտքեն։ Վարք սրբոցի մեջ եւ գարկ սուրբերու կյանքի մեջ կգարթանք, թե գային սուրբեր, որոնք երբ սկսեին հայրմերը աղոթելու, հայր բարին առջև ժամեր գուլային եւ չէին գրնար շարունակել հայրմերը։ Չէին գրնար շարունակել հայր ըսելը։ Եվ նույնիսկ մեր եկեցվո ժամերգության բադարակի մեջ, բադարակի ընթացքին, երբ որ հայրմերը կգարտացվեր, այսպես դարբեր ցևով կպատրաստվեինք։ Եվ երբ կհանան բադարակի ընթացքին քարոզեն յետ հայրմերը արդասանել է առաջ, գսե եւ դուր մեզ
համարցակացային պարպարով, համարցակ ցայնով գարտալ արքեզ երկնավոր հայր երկել եւ ասել այսինքն բարգեւե մեզի որ մենք այդ համարցակությունը ունենանք հայր մերը գարտալու քեզի հայր ըսելու խորքի մեջ ամեն մարդ չէ որ արժանի է հայր գոչելու Աստված աղոթքը սիրելիներ միայն խոսքեր չէ խոսքեն շատ ավելի կարևոր է զգացումները գրնաս հայրմերը 100 անգամ արտասանել սակայն եթե մեկ անգամ զգացումներով արտասանես համազոր է 1000 անգամ հայրմեր գարտալ եւ ամենագեղեցիկ զգացումներու բահերը որոնք գրնանք մեր Աստծո միջև հարաբերության եւ աղոթքի նմանցնել մեր մանկության օրերն են երբ մենք մանուկ էինք եւ դգար էինք ամենագեղեցիկ զգացումներն էին որ նույնիսկ մեր ուրախության, դժվարության եւ նեղության մեջ երբ որ մեր հայրը գտեսնեին գվազեինք բաբա ասելով անոր քիրգը գմտնեինք եւ գքրգախառնվեինք իր հետ ճիշտ միևնույն այդ մանկական զգացումն է որ մենք պետք է ունենանք աղոթքի ժամանակ Աստուծո հետ եւ ինչպես որ մեր այդ մանկական զգացումները մեր հորը նկատմամբ այդ խաղաղությունը գունենայինք հանդարտություն գունենայինք սեր եւ ապահովություն գսկայինք մեր հորը քիրգը մտնելով միևնույնը այսօր գվերապերի մեր հարաբերությանը Աստուծո հետ մեր բոլոր դժվարությունները մեկտի գտրենք խնդիրները մեկտի գտրվին ինչու որովհետեւ անոր ներկայության ամեն ինչ կփարադի բոլոր դժվարությունները կփարադին իրեն կհանցնենք ինչու քանի որ անհզոր է եւ կրնա մեր բոլոր հարցերը եւ խնդիրները իր վրան առնել եւ այդ բոլորին մեջ կրնա մեզի բարգեւել խաղաղություն հանգստություն հոգի ինչպես որ մեր մարմնավոր հայրերը գուդային մեզի մանուկ եղած մեր տարիքին հետևաբար աղոթքը սիրելիներ մեր դերոջը մտքին մեջ այն բահն է որ մեզ մեր յուրաքանչյուրը քրգախառնվի իր հոր հետ այլ խոսքով այն բահն է որ դուն գնետվիս քու երկնավոր հորդ քիրգը խաղաղություն եւ հանգստություն ունենալու ինք ըսավ եկեք ինձի բոլոր հոգնած եւ ծանրաբեռնվածներ եւ հայրությունը ըստ աստվածաշնչական բացատրության երկու իմաստ ունի հայրություն կնշանակե սեր եւ հայրություն կնշանակե վախ Աստուծո նկատմամբ հարկանք Աստուծո նկատմամբ այս ուղղությամբ գեղեցիկ մեկ համար մը գտնենք Մաղաքիայի մարգարեության առաջին գլխուն մեջ այնտեղ գսե դղան իր հորը ծարան իր դերոջը բադիվ գնե եւ Աստված գսե եթե ես հայր եմ իմ բադիվս ուր է եթե ես դեր եմ իմ վախս ուր է գսե զորքերուն դերը եւ եթե ուշադրությամբ նայենք գտեսնենք Մաղաքիայի մարգարեությունը վերջին մարգարեությունն է հին ուխտի մեջ եւ կարծեք այս մարգարեությամբ նոր ուխտ մը կբացվի երկնավոր Աստվածը որ միայն կբատվեին եւ կվախնային իր մե ահուսարսապ կբաճարեր իր անունը նոր ուխտի մեջ հայրության այսպես նախապան մնե կարծեք որ գուդա Մաղաքիա մարգարեն այս վերջին մարգարեության մեջ եւ այս խոսքերը հայրմերի նախապան կարծեք լան Աստված կուզե ասել եթե
ինձի որպես հայր գվերապերիք, ուր է բադիվս, ինչ բադիվ կուդակ ինձի։ Իսկ եթե ինձի հետ որպես դեր գվերապերիք, հավա իմ վախս ուր է, ինչու ինձ մեջ չեք վախնար։ Ես սա ինքնին մեկ ուրիշ բան կաբացուց է, այս հայր գոչելու կամ որդի գոչվելու այս նախատասությունը կամ այս հանգամանքը, այսինքն այս խոսքերը գաբացուցեն, որ մենք մեզ մեր յուրաքանչյուրը դեղ ունի, կարևորություն ունի Աստուծո համար, թե չէ որդի չէինք գոչվեր, թե չէ նա մեզի հայր չեր գոչվեր։ Եվ այստեղ հարցումը մենք ինչ կդարբերենք ուրիշ ասկերը կամ ուրիշ կրոնները, որոնք իբր թե գնդունին Աստծո գոյությունը։ Այս բառն է։ Մենք որպես քրիստոնյաներ գրնանք Աստված հայր գոչել, սակայն իրենք ոչ, եւ ոչ ալ գնդունին այս միտքը։ Մեզի համար Աստված այն էությունը չէ, որ միայն երկնքի մեջ է եւ գղեկավարե կամ գկարավարե երկրակունթ, ոչ։ Մեզի համար Աստված մեր հայրն է։ Իմ բաբաս է, քու բաբատ է, մեր բոլորի հայրն է։ Էություն մնե, որուն հետ ես կրնամ անգերց եւ բաց սրտով խոսիլ, որուն հետ ես կրնամ ընկերություն ընել։ Նույնիսկ եթե ան ինձի հետ խիստ լա, ան գիտես ինչպես կրթե, ինչպես դաստիարակ է, եւ իր բոլոր որոշումներով ու վճիրներով հանդերձ, ես մեկ բան գա, որ զիս կհանգստացնե եւ խաղաղ գցկե, թե նա իմ հայրս է։ Ինչքան ալ խիստ լա, ան պիտի ողորմի ինձի, եւ երբ որ ես անոր արջև գոդրած սրտով կամ, անզիս պիտի ընդունի քրգախարը։ Մեկ այլ գեղեցիկ ավետարանական խոսքը, որ գաբացուցե այս հայր եւ որդի հարաբերությունը մեր եւ Աստծո միջեւ, այն խոսքն է, որ մեր Տերը ասա, միտե ով է ցեզ մե այն հայրը, երբ իր որդին իր մե հաց ուզե քար տա, կամ երբ որ ցուգ ուզե օծ տա, եւ գսե, եթե դուք այսպես կմտածեք ձեր զավակներուն, հավա ինչպես ձեր երկնավոր հայրը, որ երկինքն է։ Եվ սիրելիներ, պիտի խնդրեմ ձեզ մե յուրաքանչյուրը, նախքան հայրմերը արտասանեք, գարթակ եւ ուսումնասիրեք պատմական այն դեպքը, այն արագը, այն թրվակը, որ մեր Տերը Հիսուս Քրիստոս պատմեց Ղուկաս ավետարանի 15-րդ գլխուն մեջ։ Այն բահը, որ ոչ թե միայն քրիստոնյաներուս վկայությամբ, այլ նաև այլ մարդոց վկայությամբ, նույնիսկ անհավատ մարդոց մեկնաբանությամբ եւ վկայությամբ գսեն, եթե ամբողջ ավետարանի մեջ միայն մեկ պատմություն ըլար եւ այս արագը ըլար, արդեն բավարար էր, որովհետեւ ամեն ինչը կխորհրդանշե։ Եվ այդ արագի ինչ է, անարագ որդին արագն է։ Այդ արագը բավարար է, Սուրբ Գրքի վսեմությունը եւ բարձրությունը աբացուցելու Աստուծո թերագադարությունը մեր կյանքի մեջ բացատրելու Քրիստոսի խոսած այս արագն է։ Ինչպես ասի, ոչ թե միայն քրիստոնյաներուս վկայությամբ, այլ նույնիսկ անհավատներու վկայությամբ, որովհետև պատմությունն է, որ առնված է մարդոց կյանքի մեջ են եւ նմանցուցած Աստուծո
և իր զավակներուն հաղորդակցության։ Այն պահը, որ վերադարձավ անարակ որդին, ամեն ինչ գործընծնելով հանդերձ, շարանկությունը, նյութականը, իր փարոյականը, որ նույնիսկ իր հորը բադիվը գործընծուցած էր, այլ խոսքով հորը հոգին հանած էր, աչքերը հանած էր, և հայրը դարիներ շարունակ հոգնած կսպասեր այս պահը, ավետարանը գսե, երբ Դագավին հերու էր, հորը սիրտը ողորմեցավ և վազեց, պատվեցավ, համբուրվեցավ իր զավակին հետ։ Երանի թե ամեն անգամ, որ մենք հայրմերը արտասանենք, հիշենք անարակ որդիին արագը և այդ բահը, որ հայրը կսպասեր իր զավակը գրգի մեջ առնելու։ Աստված մեծ ողորմությամբ և քտասրտությամբ գնայի մեզ յուրաքանչյուրին, և երբ գմտնես աղոթելու, ինքն է որ գուկա քեզի, ինքն է որ գվազե թեպի քեզի իր քիրգի մեջ առնելու քեզ ու գհամբուրե քեզ։ Եվ այս վիճակի մեջ, որում մեջ կար անարակ որդին և մեզ յուրաքանչյուրս անարակ մրե, այդ անարակ որդին շատ մեծ տեսավ այս հորը վերապերմունքը, այս բոլորով հանդերձ հայրն է որ գվազե իրեն համբուրելու և գրգելու զինք, և ինքզինք անարժան գտներ հայր գոչելու իր հայրը, և եթե նկատի ունենանք իր խոսքերը գսե, արժանի չեմ պիտի սեր, արժանի չեմ քեզի որդի ելալու, ան պատրաստված էր ասելու, ես մեղք գործեցի երկնքի առջև և քու առջևդ և արժանի չեմ քեզի որդի ելալու, ինձի քու ծառաներդ մեկը համար է, սակայն երբ հայրը վազեց ու քիրգը հարավսինք, անարատ որդին չգրցավ շարունակել այդ նախատասությունը, չգրցավ հնչել իր խոսքերը, որ պատրաստած էր, չգրցավ ասել իրեն, դեր կամ հայր, ինձի ծառաներդ մեկը է, հետևաբար երբեք չաջաբարենք դերունական աղոթքը արտասանած ժամանակնից և հայր բարի վրայեն այսպես արագ չանցնենք առանց անդրադառնալու այս խոսքին և այս բարին վսեմության։ Դերունական աղոթքը ամբողջական աղոթք մնե, գադարելագործված աղոթք մնե, որուն բարերը, իմաստները, նախատասությունները շաղկապված են իրար հետ և պարտինք ապրիլ ամեն մեկ բարը, յուղոտ ճաշ մնե, ջարբով ճաշ մնե, որպեսի անիգա գարենանք ուդել և գշտանալ, պետք է ամեն մեկ բարին գետրոնանանք, անի այնպիսի ճաշ մնե, որ բոլոր տեսակի վետամինները կա մեջ, վետամիններ, որոնք պետք են մեր հոգիի զորության համար, մեր աղոթքի զորության համար, որպեսի լսելի դառնա մեր աղոթքը երկնավոր հորը։ Այսքանով բավարարվինք աղոթքի մասին խոսելով և հարաճիգային, եթե Աստված կամենա, պիտի մեկնաբանենք դերունական աղոթքը և ամեն մեկ բարին 10-15 վայրկյան պիտի տրամադրենք հասկանալու այս աղոթքին վսեմությունը և խորքը։ Դեր, սորվեցուր ինձի աղոթել, դեր, ինչպես աղոթեմ, ինչ ասեմ, թող Աստված մեզ յուրաքանչյուրին ականջը բանա, աչքը բանա ու հոգին բանա, սորվելու, լավ աշակերտ լալու, լավ ուսումնասիրելու, որպեսզի ուղիղ ճամփուն մեջ լանք և գիտնանք մեր պարտականությունները, մեր պարտավորությունները մեր երկնավոր հոր նկատմամբ։
Աստված օրհնե մեզ եւ ցեզ։